Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել։ Նիստին մասնակցել են երկրի ու ազգային ժողովի նախագահները, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, թե ինչ թեմաներ են քննարկվել, պաշտոնական աղբյուրը չի փոխանցել։ Այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, մեջբերում 1988-ին Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր սպանված հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Մեջբերման ավարտը։ Թեև հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականություն է նաև այսօր, եւ Արցախի էթնիկ զտումը հենց Սումգայիթի անպատիժ գործության շարունակությունն է, մեր արտգործնախարարությունը 2023-ին տեղի ունեցած Արցախի հայաթափման վերաբերյալ որևէ հիշատակում չի արել։ Հավանաբար, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղության է ցանկանում հասնել։ Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Ես լքում եմ կառավարական առանձնատունը։ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ամուսնալուծվել են։ Հակոբյանը հրապարակել է կադրեր, թե ինչպես է կառավարական տան իր իրերը հավաքել մեկ տասնյակից ավելի տուփերում։ Նիկոլ Փաշինյանը արդեն նախկին կնոջ հայտարարությանն արձագանքել է, մեջբերում Աննայի որոշմանը վերաբերում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում նա եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Մեջբերման ավարտը։ Թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում։ Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, եւ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին։ Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք, այս հարցի շուրջ մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան, ասել է Շիրլողամիին։ Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի տեղամասը Նինոց Մինդա Բավրա անցակետի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից, տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։ Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա, Փարցխիսի, Մանգլիսի, Ծալկա, Նինոց Մինդա ավտոճանապարհի 94-ից մինչև 110 կիլոմետր տեղամասում։ Ամերիկյան The Wall Street Journal-ի տեղեկություններով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր պահանջները։ Միևնույն ժամանակ Axios-ը գրել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները դժգոհ են մնացել Իրանի արտգործնախարարի պատասխաններից։ Սպիտակ տան պաշտոնյաների հայտարարություններում առկա են լուրջ հակասություններ Իրանի միջուկային ներուժի իրական վիճակի վերաբերյալ։ Վաշինգտոնում մի կողմից պնդում են ծրագրի լիակատար ոչնչացման, մյուս կողմից ռազմական նշանակության հումքի ստացման մոտալուտ վտանգի մասին։ Կողմերի միջև հիմնական պայքարն ընթանում է Իրանի ուրանի հարստացման իրավունքի պահպանման շուրջ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ սրանք ամենալուրջ եւ երկարատև բանակցություններն են եղել։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ուրանի հարստացումը կշարունակվի։ Իրանը ձգտում է պատժամիջոցների չեղարկմանը։ Գործընթացի իրական արդյունավետությունը պարզ կդառնա հաջորդ շաբաթ Վիեննայում սպասվող տեխնիկական քննարկումների ժամանակ։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև հարաբերությունները վերածվել են բաց պատերազմի։ Պակիստանի զինուժը հրթիռներով հարվածել է Աֆղանստանի խոշոր քաղաքներին, այդ թվում նաեւ Քաբուլին։ Թիրախում եղել են Թալիբանի ռազմական գրասենյակներն ու հենակետերը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց համբերության բաժակը լցվել է։ Նա մեղադրել է Թալիբանին ահաբեկիչներին ապաստան տալու եւ Աֆղանստանը Հնդկաստանի գաղութի վերածելու համար։ Աֆղանստանի իշխանություններն անմիջապես պատասխան գործողություններ են սկսել սահմանային Դյուրանդի գծի երկայնքով։ Թալիբանի ուժերը հարձակվել են պակիստանյան ռազմական դիրքերի վրա։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատասխան գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Ըստ աֆղանական կողմի իրենք սպանել են 55 պակիստանցի զինվորի, գրավել 19 հենակետ եւ 2 ռազմաբազա։ Իսլամաբադի տվյալներով հարվածների հետևանքով սպանվել է 133 աֆղան զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են։ Պակիստանյան կողմը հայտարարել է նաև 27 հենակետ ոչնչացնելու մասին։
господин премьер-министр, уважаемые коллеги. Ռուսաստանը կոչ է արել դադարեցնել կրակը եւ առաջարկել է իր միջնորդությունը բանակցությունների համար։ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները։ Այս ամենին զուգահեռ Պակիստանում սկսվել է աֆղանստանցիների արտաքսման գործընթացը։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը կգլխավորի ՄԱԿ-ի մարտի 2-ին կայանալիք անվտանգության խորհրդի նիստը։ X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը։ Մեջբերում Մելանիա Թրամփը առաջին անգամ կղեկավարի անվտանգության խորհուրդը որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին Ամերիկայի նախագահության առաջին օրը։ Առաջին տիկնոջ գրասենյակը X-ում պարզաբանել է, որ Մելանիա Թրամփի ելույթը կկենտրոնանա կրթության դերի վրա ամբողջ աշխարհում հանդուրժողականության եւ խաղաղության խթանման գործում։